Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 30-ն է 2026 թվական։ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է. խնդիրը հետևյալի մեջ է, ՀՀ որոշել է ունենալ այլընտրանքներ, այդ թվում քաղաքական առումով։ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետևյալն է, կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերությունները չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում դա։ Ռուսաստանը խնդիր է տեսնում, որ Հայաստանն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել։ Մինչև մյուս հարցին անցնելը հասկանանք։ Հիմնավոր է արդյոք Ռուսաստանի պահանջը, բացարձակ ոչ։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, նույնիսկ եթե ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է, դա չի խանգարում, որ մյուս երկրների հետ ունենա նորմալ հարաբերություններ, որոնք չեն հակասում այն գործընկերությանը, որը ունի ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում։ Սա զուտ այսօրվա իշխանության վարած քաղաքականության շրջանակներում։ Բնական է, ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է այդ շրջանակներից դուրս գա և քայլանի դեպի Եվրամիություն։ Եվ եթե չասենք ՆԱՏՕ, չնայած ՆԱՏՕ-ն պարտադիր է որպես անվտանգության համակարգ, բայց համարենք, որ պայմանականորեն ՆԱՏՕ-ի խնդիրը դնելով կմտածենք եվրոպական անվտանգության ավելի ճկուն տարբերակ, որը այսօր գործում է, եթե ինչ-որ տեղ կոշտ է ՆԱՏՕ-ի հետ կապված չափորոշիչներ, կամ վետոյի իրավունք ունեն անդամները և այլ և այլ, կամ շատ ծանր դա կարող է տանել Իրանը, մենք գիտենք, որ Եվրոպայի անվտանգության խնդիր կարող ենք ապահովել։ Դա իմ կարծիքն է, բայց նույնիսկ նայենք Հայաստանի իշխանությունների տեսանկյունից։ ԵԱՏՄ անդամ երկիրը կարող է ուրիշների հետ գործընկերային հարաբերություն ունենալ, ինչու ոչ։ Հայաստանը, որ ՍԵՊԱ-ի հետ պայմանագիր է ստորագրում 2017 թվականի Սերժ Սարգսյանի օրոք, որևէ խնդիր կա։ Բայց նույն Սերժ Սարգսյանի օրոք չէր դարձել Մաքսային միության անդամ ու ԵԱՏՄ անդամ։ Ինչա, այն ինչի մասին, որ հիմա Եվրոպայի հետ խոսում ենք, անգամ ՍԵՊԱ-ի կեսը իրականացրած չի։ Այն ինչ որ հիմա ասվում է, ավելի շատ ասվում է, քան իրական քայլեր է արվում։ Իրական քայլերի փաստաթուղթը 17 թվականին, երբ որ Պուտինն էր Ռուսաստանի ղեկավարն էր, Հայաստանը արել է։ Ինչ պատահեց, որ հիմա հիստերիայի մեջ եք ընկել։ Որովհետև մի բան ավել Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին խոստացավ, որ չկա տենց մարդ Հայաստանը, որ Ռուսաստանի շահերը ավելի լավ կարտահայտի, քան Նիկոլ Փաշինյանը։ Ինչ եք ընկել դռնեդուր։ Այո, այդ չափից ավել խոստացածի տակից է, որ հիմա չի կարողանում դուրս գա։ Թե չէ ինչի համար պետք է, ինչա Ռուսաստանը, որ ԵԱՏՄ անդամ է, ուրիշ երկրի հետ հարաբերություն չունի, կամ այդ ռազմավարական փաստաթուղթը, որ Ադրբեջանի հետ կնքում էր, մեր հետ ռազմավարական դաշնակից չէր։ Այսինքն պահանջը Ռուսաստանի բացարձակ անհիմն է, բայց ինքը այս պահանջը դնում է, որտեղ ասում է, բա դու բան էիր մեզ խոստացել, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է, որ մինչև 2023 թվականը, մինչև Արցախի դատարկվելը, մենք շարունակում էինք մնալ Ռուսաստանի ֆորպոստ։ Մենք պատերազմել ենք Ադրբեջանի հետ, որպեսզի անկախանանք Ռուսաստանից։ Մենք հանձնել ենք Արցախը, որ թոկը հանենք մեր վզից և անկախանանք Ռուսաստանից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից հայտարարում է, որ մինչև 2023 թվական Արցախի դատարկվելը, հայաթափվելը, Հայաստանը շարունակում էր մնալ Ռուսաստանի ֆորպոստ։ Բա ոնց է հեղափոխություն արել ֆորպոստի տարածքում։ Ում եք միամիտի տեղ դնում։ Էդ էլ հո Փաշինյանն է ասել, հո մենք չենք իրա վրա շառանում։ Եթե հեղափոխություն ես արել, ուրեմն դուրս պետք է գայիր Ռուսաստանի դեմ, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն էր։ Բա ոնց է հեղափոխություն արել եւ շարունակել հրաշալի հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ, եւ պարբերաբար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ լավ էլ հանդիպել են, շատ պարբերաբար հեռախոսազրույց, հանդիպումներ Ռուսաստանի հետ, երբեք Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ չի եղել։ Մի բան էլ ավել քայլեր էր անում, որ սկի Իրանից առաջվանները չէին անում, որ ասում ենք ռուսամերներ, ռուսաստրուկներ, անգամ նրանք չէին անում, որ Սիրիա զորախումբ ուղարկեին եւ այլ, որ չնայած այնքան բան են արել, այդ գիտենք։
Այդ էլ չէին արել, էլ Փաշինյանն էր անում։ Եվ էլի մի քանի նման կարգի բաներ։ Այսինքն, երբ որ Ռուսաստանը այսօր պահանջ է դնում, դա Հայաստանի դեմ չի դնում, Հայաստանի վարչապետի դեմ է դնում, որը բաներ է խոստացել։ Երբ որ ասում ենք Ուկրաինայում չի հաղթելու Ռուսաստանը, մի քցվեք, գնացեք ռուսների ոտերն ենք, եկու ասեք, դե գիտենք, հենց Ուկրաինային գրավես, հաջորդը մենք ենք։ Ինչի 2022 թվականի ապրիլի 19-ից ստորագրած պարտավորությունները Հայաստանի չեք տեսնում։ Բան չի համարել դա, որովհետև հենց գիտեին մայիսի 9-ին շքերթը Ռուսաստանը դիմավորելու է Կիևում։ Այդ դա էր պատճառը։ Լայտեն էր, որը որ փաստաթղթով է իր պարտավորություններ ստանցնե, բա ոչ փաստաթղթային, Վլադիմիր Վլադիմիրիչին հավատարմության երթումը։ Բայց սա է, որ այսօր Հայաստանին ասում են, դու իրավունք չունես այդ քայլը անես, դու մեզ բան ես խոստացել։ Թե չէ Հայաստանը հիմա երբ որ այսօր Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Ռուսաստանը դեմ է, որ մենք աշխարհի հետ նորմալ հարաբերվենք, ուրեմն մեզ պետք չի տենց ռազմավարական դաշնակիցը, որը մեր երկրի հաջողությունը չի ուզում, որը չի ուզում, որ մեր երկիրը իր շահերից բխող քայլեր անի։ Բա հարցը դա է։ Բա երբ որ այսօր Նիկոլ Փաշինյանը ասես խրող ձայնով ասում է, որ տեսեք, մենք այս բանը ասում ենք, որ պետք է, այո, մենք իրավունք ունենք անկախություն եւ այլ, բա այդ մասին որ ասում ենք, ասում են դե հերիք այլի, ուզում եք Ռուսաստանի դեմ դուրս գանք, չենք ասել Ռուսաստանի դեմ դուրս եկեք։ Մենք ասել ենք նախ բերեք դիագնոզը դնենք, մենք Ռուսաստանի հետ հեռանկար տեսնում ենք, թե չէ, նոր որոշենք, Ռուսաստանից փոխվում ենք արագ, Ռուսաստանից փոխվում ենք դանդաղ, Ռուսաստանից փոխվում ենք համաչափ, թե ինչ ենք անում, համարժեք եւ այլ, ցանկացած տերմին բերեք օգտագործենք, բայց դիագնոզը դնենք նոր։ Դիագնոզի հարցում մենք համաձայնություն չունեինք, մեզ ասում են ինչ ա ձեր ուզածը, ինչ Եվրոպա, ինչ բան, այնա լավ է Ռուսաստանի հետ աշխատում ենք, անընդհատ լայնացնում ենք եւ խորացնում ենք հարաբերությունը ԵԱՏՄ-ի հետ, հարաբերությունը Ռուսաստանի հետ, երբեք այսքան լավ չի եղել, բայց հարցը առաջանում, եթե այսօր Ռուսաստանը սանկցիա է կիրառում Հայաստանի դեմ, հո դա չի կիրառում նրա համար, որ ես կամ իմ նման մեկը ասել ենք Հայաստանի ապագան Եվրոպան է։ Ռուսաստանը Հայաստանի պետական քաղաքականության դեմ է սանկցիա կիրառում, ոչ թե հրապարակային գործիչների հայտարարության։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, եթե դու ճիշտ էիր հաշվել, որ Ռուսաստանի հետ լավ ես, բայց նաև այլ ընտրանք պետք է ունենաս, բայց այս դեպքում դու պետք է այս շեղումը չունենայիր։ Դա նշանակում է, որ դու քո տնային աշխատանքը չես կատարել։ Այսինքն այն, որ դու հայտարարել ես, որ Եվրոպայի հետ այո պետք է գնանք այնքան հասնենք այն ճամփաբաժանին, որ արդեն քայլ պետք է անենք, ասում էինք, որ ճամփաբաժանին ոչ մեկը քեզ չի թողի, որ հասնես։ Ու դու էլ երբ որ այնտեղ խորանաս, ճամփաբաժանին չես էլ հասնելու։ Դու չես ուզում Եվրոպա գնաս, քեզ չեն էլ թողելու, որ Եվրոպա գնաս։ Եթե դու վերջնական որոշումդ հիմա պետքա կայացնես։ Կայացնում ես հստակ քայլ, թե ոչ։ Եթե գտել ես, որ սա է ճանապարհը, հանգիստ դստեք տեղները ճանապարհը սա է, այդ դեպքում պետք է մեր ապրանքը չփչանար։ Այդ դեպքում պետք է մենք լոգիստիկ խնդիրներ չունենայինք։ Այդ դեպքում պետք է մենք Եվրոպայի հետ համագործակցության, ապրանքների արտահանման խնդիրներ չունենայինք, որ Նիկոլ Փաշինյանը բացատրեր, որ մեր ապրանքը անորակ է, ուրախ եղեք, որ ընդհանրապես առել են, ընդհանրապես չպետք է առնեին, այս անորակ ապրանքնում է պետք որ։ Դա ինչի՞ց է գալիս, որովհետև նշանակում է հայտարարություն արածը, բայց գործնականում, որովհետև գործի մարդիկ չեք։ Դուք չեք հասկանում, որ հայտարարությունը դեռ գործ չի, հետևողական այդ քայլերը պետք է արած, եթե հետևողական այդ քայլերը արած լինեի եւ Ռուսաստանը տեսներ, որ արած է, Ռուսաստանը սանկցիաներ չէր կիրառի, որովհետև գիտեր, որ դու պատասխան քայլը ունես։ Բայց նա տեսնում է, որ դու պատասխան քայլը չունես, դրա համար էլ անում է։ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. մենք ցանկացած գործիք, որը օրինական է, կարող ենք կիրառել, բայց մեր նպատակը ոչ միայն օրինական լինելն է, այլև բարեկամական, համբերատար։ Իրավական հիմքի ձևակերպումը իրավաբանների հարցն է, բայց դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում ենք, վերանորոգում ենք, ում պիտի արդարանանք դրա համար։ Մենք մեր տունն ենք նորոգում, մենք արբիտրաժ դիմելու հարկ չունենք, որովհետև բոլոր գործիքները ունենք առանց արբիտրաժի այդ հարցը լուծելու։ Շատ լավ։
Բասային երկաթգիծը չի, որ կոնցեսիոն պայմանագիրը Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանին առաջարկում է որևէ բարեկամ երկրի տա մեր համար էլ իր համար էլ, որպեսի գոնե նրանց հետ աշխատենք, որովհետև մենք Ռուսաստանի հետ պրոբլեմ չունենք, բայց թրիփի մեր գործընկերները ունեն, չեն ցանկանում, որ Ռուսաստանը այս խաղի մեջ լինի։ Այդ դա է պատճառը, որ մենք ուզում ենք դա անել։ Բայց եւ միևնույն ժամանակ Ռուսաստանին դիմել ենք, ասել ենք եկեք վերանորոգեք այս ճանապարհը դեպի Թուրքիա գնացող եւ դեպի Ադրբեջան գնացող։ Ռուսաստանն էլ ասել է կվերանորոգենք։ Բայց այդ ժամանակ հարց էր ծագում։ Եթե իսկապես քեզ պետք էր, որ Ռուսաստանը խաղից դուրս գա, եւ հարցը առաջանում արբիտրաժ տիպը, իսկ ինչի պետք է Հայաստանը արբիտրաժ դիմի, որ առաջի անգամ, որ այս մասին խոսում ենք, նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, չգիտեն, որ առաջի անգամ չենք խոսել։ Արբիտրաժը որոշված է Փարիզում։ Քանի անգամ ենք ասել, որ եթե Հայաստանը քայլ անի եւ ասի Ռուսաստանը այս պարտավորությունները չի կատարել, որի պատճառով մենք էլ այս քայլն ենք անում, Ռուսաստանը պետքա դիմի արբիտրաժ, ոչ թե Հայաստանը։ Իսկ Ռուսաստանը, երբ որ դիմի Փարիզում արբիտրաժ, հաստատ գիտի, որ չի հաղթելու։ Չի էլ դիմելու։ Նոր եք լսում այդ մասին։ Բայց այն ժամանակ անեիք, որ ձեռներդ բռնեն։ Այն ժամանակ համոզում էիք Ռուսաստանին, որտեղ ընտրություններից առաջ էր Ռուսաստանը պետք էր։ Հետո պետք էր որ ցույց տալ, որ Ռուսաստանի դեմ ենք պայքարում, որ այս ընդդիմությունը չտանի Ռուսաստանին։ Բայց երբ որ բացատրում ենք, ասում ենք մենք ճանապարհ չունենք այդ երկրի հետ։ Դա հակառուսական փսիխոզ չի, հարգելիներս։ Ես երբեք դման փսիխոզով չեմ տառապում։ Ես ասում եմ ինչու չի կարելի վստահել Ադրբեջանին, բերում եմ փաստեր։ Ինչու չի կարելի վստահել Թուրքիային, բերում եմ փաստեր։ Ինչու չի կարելի վստահել Ռուսաստանին, բերում եմ փաստեր, որոշողը դուք եք։ Ես որևէ մեկի հետ կապված հեմպես չեմ ասում, սրան չեմ սիրում, որտեղ սիրելը ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքագիտական կատեգորիա է։ Փաստերով ասում եմ, կարելի է արդյոք վստահել այս երկրին, որը այսպես է վարվում, որը այսպես է վարվում, այսպես է վարվում։ Դա Ռուսաստանի հետ կապված չենք ասում։ Եվ ամեն անգամ բերում կոնկրետ փաստերով, բայց ամեն անգամ ասում են հանգիստ թողեք մեր ղեկավարությունը դա գիտի։ Ղեկավարության քայլերի պատճառով չէր բոլորին այո ասելու, որ այսօր մենք կանգնում ենք փաստի առաջ։ Եվ ի վերջո մի բան պետք է հասկանալ, ում հետ մենք գործ ունենք։ Ռուսաստանն ասում է Ուկրաինա պետություն չի եղել, տենց գոյություն չունի։ Մենք մի ազգ ենք, մի ազգ ենք մի պետություն։ Չէ, բայց նույն ձևի ինքը ասում է Հայաստանն հետ էլ ենք մենք մի պետություն։ Ինքը մոռացել է, որ ցարական Ռուսաստանը չկա։ Ժամանակին Բյուզանդիա կար, Օսմանյան կայսրություն կար, ցարական կայսրություն կար։ Պատկերացնում եք, որ Հայաստանի պարլամենտում այսօր առաջիկա 5 տարվա համար լիներ երկու կուսակցություն, որը ասեր ես պաշտպանում եմ Բյուզանդիայի շահերը, արևելյան հռոմեական կայսրության, մեկն է կանգներ ասել ես բալանսավորված քաղաքականություն եմ վարում Օսմանյան կայսրության եւ արևելյան հռոմեական կայսրության մեջ, կասեն որ դուք ապուշ չեք։ Այդ չկա, Ժորժիա ռուսական ցարական կայսրությունն էլ չկա, նույն ձևի չկա ոնց որ նրանք։ Չկա դա, այդպիսի կայսրություն գոյություն չունի։ Հայաստանը որոշ մարդկանց ուղեղում է դա, որ ի վերջո պետքա գան իրանց տարածքներին տեր կանգնեն։ Հիմա հարց է ծագում։ Մեզ էլ են չէ նույն ձևի ասում մենք նույն պետությունն ենք, հիմա հարց։ Երբ որ ասում են ուկրաինացի ժողովուրդ ազգ չկա կամ ուկրաինացի պետություն չկա, մենք մի ազգ ենք, դա այդպես չի։ Ուկրաինացի ժողովուրդ էլ կա, պետություն էլ կա, եւ նրա լեզուն ավելի հին է, քան ռուսականը, եւ նրա պատմությունն ավելի հին է, քան ռուսականը։ Բայց լավ, շարժվենք իրանց լոգիկայով, որ հասկանանք դրա աբսուրդը։ Ասում եմ մենք մի ազգ ենք, մի պետություն ենք, արյունակից ենք, հիմա հարց է ծագում։ Ռուսաստանը 190 ազգ ու ազգություն ունի, բազմազգ պետություն է։ Ասում եմ ուկրաինացու հետ մենք մի ազգ ենք։ Այդ դեպքում հարց է ծագում։ Ուկրաինացին բուրյաթ է, կալմիկա, կարակալպակա, յակուտա, ասում եմ չէ, ի՞նչ եք խոսում։ Ռուսա, սլավոնա, հա, վայ, լուրջ, այսինքն դուք մի ազգ եք ուկրաինացու հետ, որպես սլավոն արյունակից ռուս։ Բան չեք այս ազգային փոքրամասնություններին հավաքում, որ գնաք ձեր արյունակցին սպանեք։ Ինչա որ չի ուզում միանացես։ Որ նրան կուլ տակ։
Այսինքն դուք ձեր արյունակցին սպանում եք, ձեր երկրի ներսում ազգային փոքրամասնություններին, որոնց ինքնուրույնությունը խլել եք, նրանցով բանակ եք կազմում, գնում եք Սլավոն ձեր արյունակցին սպանում եք, որը չի գալի միանում ձեզ, դառնա ռուսաստանցի, փաստեք չեք հասկանում, մենք միազգ ենք, դուք բազմած պետությունը ո՞նց եք միազգ։ Այդ առավոտից իրիկու ասում եք Ռուսաստանը ռուսների։ Հիմա էլ մտածում եք, որ Ուկրաինան էլ ռուսների։ Այս մարդկանց կարելի է հետները ճակատագիր կապել, հետները ճանապարհ գնալ։ Երբ որ ինքը միլիոնից ավել զոհ տալի մենակ իր կողմից, որպեսի իր արյունակցին են էլ ինքն է տենց գտնում, որ արյունակցիդ գնաս սպանես, որ չի ցանկանում հրաժարվի իր պետությունից եւ չի ցանկանում միանա քեզ, որը բազմած պետությունն է 190 ազգու ազգության։ Սա է ձեր լոգիկան։ Այսինքն վաղը ձեզ Հայաստանը պետք է ընդամենը առանց հայերի։ Եթե Հայաստանը ասի ես ուզում եմ ինքնիշխան պետություն լինեմ, հոնորություն չի դա։ Դա պարբերաբար մենք գիտենք դրա մասին։ Բայց փաստը եթե Հայաստանի բերենք, ասեք փաստ ցույց տվեք։ Փաստ ենք ցույց տալի։ Ձեր արյունակից Սլավոն հայտարարում եք որպես ձեր եղբայր ու գնում սպանում եք ձեր եղբորը։ Էլ դրանից ավելի փաստ որտեղից գտնենք։ Յակուտին գնացել եք, բռնել եք, ասում եք արի գնանք Կիևը մարդ սպանի։ Մեր արյունակցին սպանի։ Էսա ձեր արյունակցի հետ կապված, բայց դուք պատկերացնում եք Հայաստանի մասին ինչ կարծիքի են իրանք։ Ու Հայաստանցու մասին, հայի մասին ինչ կարծիքի են։ Ինչ որ միամիտ մարդիկ էլ գտնում են, ինձ ասում են, բա պաշտպանում եք Ուկրաինային բան, բայց չգիտեք, որ Արցախում ուկրաինացի վարձկաններ են կռվել։ Նախ ես Ուկրաինան իմ պաշտպանության կարիքը չունի։ Աշխարհի ամենահզոր երկրները Ուկրաինայի թիկունքին կանգնած են։ Ես կարծիք եմ հայտնում, դուք էլ լսեք, կողմնորոշվեք ինչ որ ուզում եք։ Վարձկան Արցախում եղել է տարբեր տեղերից։ Կարա նաև ուկրաինացի էլ եղածել, իսկ ով ասում, որ չէ։ Բայց 20,000 մարդ հպարտորեն գնացել ազգությամբ հայ, Ուկրաինայի մարդ է սպանում։ Պայմանագիր է կնքել վարձկան։ Գլուխներն էլ գովալու համար գիրք են տպել, որ հանկարծ իրանց փառքը հանկարծ սենց չանցնի աննկատ։ Դուք եք եկել ուրիշին անուն դնում։ Դեռ պատերազմը շարունակում է, չգիտենք այդ 20,000-ը էլ ինչքան կավելանա եւ քանի հատոր կդառնա այդ գիրքը։ Սա է։ Իսկ հիմա նայենք Եվրախորհրդարանի պատգամավոր Լյուքսեմբուրգից, Ֆերնանդ Կարթհայզեր։ Եվրամիությունը ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի Ռուսաստանի հետ եւ միանա պատժամիջոցներին։ Նախ ինչ ճնշման մասին է խոսքը, այն ինչ որ հիմա ինքը ասում է, այդ մասին շատ ենք խոսել, որ հնարավոր չէ վիզայի ազատականացում Եվրամիության հետ, այն դեպքում երբ դու շատ ազատ տեղաշարժ ունես Ռուսաստանի, այն դեպքում, երբ որ իրանք խիստ սահմանափակում են մտցնում Ռուսաստանի քաղաքացիների դեմ։ Նշանակում է, եթե դու որոշեցիր ազատականացնես քո վիզային ռեժիմը, դու պետք է բավական լուրջ խստացնես Ռուսաստանի հետ, այլապես ոչ մեկը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա Եվրոպա մտնելու ռուսաստանցիների տրանզիտ, այն դեպքում, երբ որ եփել ուզենան կգան Հայաստանի քաղաքացիություն էլ կստանան։ Սա հաշվի առնելով, ասել ենք, որ դա մեր առաջ կանգնելու է։ Վրաստանը մեզանից մի քանի քայլ առաջ էր վիզաների ազատականացման հարցում, բայց երբ որ շատ սերտ համագործակցության հարց դրեց Ռուսաստանի հետ, անգամ վերականգնել օդային թռիչքները, ասին հոп, ընկեր ջան, դու արդեն լրիվ գնացել ես, մտել ես Ռուսաստանի տակ, ուրեմն այդ վիզային ռեժիմը պետք է վերանայվի։ Ասել ենք, որ չես կարող ազատականացնելուն զուգահեռ չսահմանափակես, ինչ ճնշման մասին է խոսքը։ Հստորական ռեժիմի խնդիր է, բայց ինչի է դա որպես ճնշում օգտագործում, որտեղ դու ասել Լյուքսեմբուրգից պատգամավորը կբացատրեմ ինչի։ Հուսով եմ, որ Հայաստանը կդիմանա նման ճնշմանը եւ առաջին հերթին հոգ կտանի սեփական շահերի մասին,
Հայաստանը պետք է արևմուտքի հետ համագործակցությունը դիտարկի որպես երկարաժամկետ նախագիծ եւ միևնույն ժամանակ չպետք է ձեռնարկի որևէ բան, որը կարող է ել ավելի ապակայունացնել կամ թուլացնել նրա դիրքը տարածաշրջանում։ Հայաստանը պարտավորություն է ստանձնել աշխատել Եվրամիության հռչակագրերին, որոշումներին եւ գործողություններին համապատասխանության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը բազմակողմ ֆորումներում։ Եթե այսպիսի դասավորությունն իրականում իրականացվեր, դա նշանակելու էր Հայաստանի վերածումը բացահայտ հակառուսական պետության, ինչը անխելամիտ է թվում հաշվի առնելով երկրի աշխարհագրական եւ քաղաքական դիրքը, ինչպես նաև անվտանգության եւ տնտեսության ոլորտում նրա լայն շահերը, կարծում է Կարթ Հայզերը։ Եվրապատգամավորը նշում է, որ Եվրամիությունն իրականում ի վիճակի չէ որևէ էական աջակցություն ցուցաբերել ճգնաժամի դեպքում։ Բրյուսելն օգտագործում է Հայաստանին իր սեփական քաղաքականության նպատակների համար, Ռուսաստանի վրա հարձակվելու նպատակով, բայց հնարավորություն չունի պաշտպանելու Երևանին նման քաղաքականության հնարավոր բացասական հետևանքներից։ Հիմա մարդը հայաստանյան մամուլում կարդում է սա եւ մտածում է Եվրոպարլամենտի падգամավոր։ Այ ինչ մտահոգություն է հայտնում, որ Հայաստան հանկարծ չոգևորվեք Եվրոպայի քայլերի առումով եւ հանկարծ հակառուսական քայլեր չանեք, Եվրոպան էլ ձեր վրա ճնշի, դրա տակից դուրս չեք գա, ձեզ մարդ էլ մտածում է, կարդում է, ասում է, ժողովուրդ կարող է իսկապես թյուրիմացության մեջ ենք, կարող է իսկապես սխալ ենք անում, որ Ռուսաստանի հետ կապված մտածում ենք ոնց փոխվենք։ Ի վերջո Եվրոպարլամենտի падգամավորը ասում 24 թվականին ընտրված, մինչև 29 թվականը ուժի մեջ լիազորությունները։ Հա, բայց մոռանում ենք, որ այս падգամավորը 24 ժամ քնած ժամանակ նույնպես Եվրոպարլամենտում պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Բա դա էլ գրեք, ժողովուրդ ջան, որ մարդիկ կարդան իմանան։ Անկամ որ իր վրա վարույթ են հարուցե, որ դու տարբեր մարդկանց հետ գնում էիր, տարբեր ֆորումների էիր մասնակցում, այդ թվում տնտեսական ֆորումների Ռուսաստանում եւ ռուսական չինովնիկների հետ խաղերի մեջ էիր, քեզ կասկածում էին նաեւ որոշակի շահերի ու հետաքրքրությունների մեջ Ռուսաստանի հետ։ Բա եղբայր, բա դա էլ գրեք։ Այդ պարզաբանումը գրեք, որ հայ ընթերցողը կարդա եւ չմտածի, ասի, բայց ինչ շահ ունի Լյուքսեմբուրգի падգամավորը ամենահարուստ երկրի, եթե կես համակարգով նայես, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով ամենահարուստ պետության падգամավորը Աստծուց կրակա, ժողովուրդ ջան, ինչքան ուզում է երկիրը հարուստ լինի, ինչքան ուզում է падգամավորը հարուստ լինի, ռուսին սիրելու հիվանդությունը, ժողովուրդ ջան, դա դիագնոզ է, դա ամենտեղ կարա կպնի։ Դա կովիդի նման բան է, դա, չգիտեմ, խոզի գրիպա, թռչնի գրիպա, չգիտեմ ինչ է, դա որ բռնեց, դա չի հասցնում աշխարհագրություն։ Այդ մարդուն կարան նորմալ կաշառեն, այնքան փող տան, խելռի ուղակի ինքը։ Էնպես որ եթե հիմա դուք կարդում եք Եվրոպարլամենտի падգամավորի կարծիք, այն էլ Լյուքսեմբուրգի նման երկրից, ուրեմն իմացեք, որ այդ մարդը պարզապես ծառայում է Ռուսաստանի շահերին, հանկարծ այս կարդացածի վրա թյուրիմացության մեջ չհայտնվեք։ Բայց որպես ինֆորմացիա դες պարտավոր էի ձեզ ներկայացնեմ, որովհետև եթե ես էլ չասեմ, դու միտեղ կարդալու եք, ասեք, վայ, այս ինչ է կատարվում։ Այդ մարդու վրա վարույթ են հարուցել, հենց դրա համար, որ հերիքա Ռուսաստանի շահերը սպասարկես, խաղերտած Ռուսաստանի չինովնիկների հետ։ Ուրեմն այդ դեպքում հարց է ծագում, բա ինչի ես ուզում թյուրիմացության մեջ գցես, որտեղ վախ ես տեսնում, որ Հայաստանը հանկարծ ճիշտ ճանապարհով գնա, պատահաբար ճիշտ ճանապարհով գնա։ Պետք է Հայաստանին նորից ասել մնացեք ռուսական ազդեցության տակ։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Պենզայում եւ Սարապուլում գտնվող Վայլբրիսի պահեստներին։ Սարապուլի Վայլբրիսի լոգիստիկ օբյեկտում հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Հուլիսի 30-ի առավոտյան ուկրաինական արտադրիչ թռչող սարքերը հարձակվել են Պերմի մարզում գտնվող Վայլբրիսի պահեստների վրա։ Իդեպ հիմա որպեսի պատկերացնենք, հիմա նախ շատ է խոսում են մասին, որ ինչի հենց Վայլբրիսի, բա ինչի օզոնին չեն խփում, մյուսին չեն խփում եւ այլն։ Ամբողջ երկիրը դրել է պատմումը, որ այս ինչ դավադրություն է հատուկ Ռուսաստանի ներսում, որպեսի իրանց բիզնես գործընկերոջը շարքից անեն, Ուկրաինայի հետ պայմանավորվել են
Ուկրաինան ընդեղից հարվածում է կոնկրետ Վալդբրեզին։ Այսինքն տեսեք, հա, սա ուղղակի Ուկրաինան մասնակից է Ռուսաստանի ներսում բիզնեսի ազդեցության վերաբաշխմանը։ Ու սենց լուրջ դեմքով պատմում են, բա ինչի օզոնին չի խփում։ Կխփի մի անհանգստացեք։ Հանգիստ նստեք տեղները, բայց հարցը ուրիշ է։ Բա դուք, լավ, Ուկրաինան խփում է ինչ-որ նպատակով, օզոնին չի խփում, ենթադրենք, նրա սեփականատերերը ուրիշ են, Վալդբրեզի խփում է, նրա հետ էլ բանկային համակարգը շատ լուրջ ներգրավված է եւ այդ հարվածներով շատ լուրջ պարալիզացնող քայլեր է անում։ Բայց լավ, դուք մեղադրում եք սա ինչ-որ նպատակային, նրան խփում է, նրան չի խփում։ Բա մեկը հարց չի տալի, ուղիղ գծով, եթե նույնիսկ սահմանից հաշվեինք, Պենզայի Վալդբրեզի պահեստը 700 կիլոմետր հեռավորության վրա է։ Իսկ որ հաշվենք, որ հենց սահմանից չի կրակում Ուկրաինան, մի քիչ խորքից է կրակում, որ չբռնվի, 700-ից մի բան է լավ է։ Բայց Սարապուլ ու Ուդմուրտիայի հանրապետությունում չի։ Ուղիղ գծով մի 1400 կիլոմետր էլ է։ Բայց բանը Պերմը մի 1400 կիլոմետր էլ է, չի։ Լայթե էլի եմ ասում, մի քիչ էլ հետ հաշվենք, հաստատ 1400-ից ավել է։ Այդ պայմանականն ուղղակի սահմանից ենք ասում։ Այսինքն դուք դավադրություն եք ման գալի, թե Ուկրաինան ոնց է խփում հենց Վալդբրեզին, մի հատ չեք ասում, այդ դրոնը 1400 կիլոմետր իր հավեսով հանգիստ, ոտը ոտին գցած, սիգարետը բերանին, սուրճը ձեռին գալիս է խփում է Վալդբրեզի պահեստին։ Բարու դուք պետություն եք, թե պետություն չեք։ Որտեղ եք դավադրություն ման գալի։ Ձեր պետության ներսում դավադրություն չեք ուզում ման գաք։ Ոնց է այդքան անօգնական վիճակում։ Այսինքն դրա հարվածները չեք տեսել ավելի արևմտյան տեղերը, ինչ արել։ Այդ հարվածների արդյունքում ինչ ա եղել։ Չգիտեիք, որ հաջորդին է խփելու։ Ինչի որ նավթավերամշակման գործարանին խփում էր։ Չգիտեիք, որ հաջորդը մյուսին է խփելու։ Բանջի չեք տեր կանգնում, ի վիճակի չեք կանգնել, դավադրություն եք ման գալի։ Ենթադրենք դավադրությունը կտակ, այսինքն ուզում եք ասեք Ռուսաստանի ներսից օգնում են Ուկրաինային, որ ձեզ հարված է։ Այս շատ հաճելի է, դա նշանակում է դուք պետություն չեք, դուք հաշտվել եք պարտության հետ, մտածում եք շուտ, արագ խփեք, ժողովուրդը դժգոհի, ոտի կանգնի, լցվի փողոց, ասի այս ինչ եք, բա մեզ պետք է այս պատերազմը։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է. Եվրահանձնաժողովը 3.47 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման մասի շրջանակներում։ Այս տարանցիկ վճարումը ծածկում է անօդաչու թռչող սարքերի, ներառյալ հեռահար ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի հրթիռների եւ շվեդական Գրիպեն կործանիչների գնումները, ասվում է հայտարարության մեջ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ հարվածային սպառազինության մատակարարման պլանը օգնություն է ուկրաինական երկինքը եւ մարդկանց պաշտպանելու գործում։ Խնդրեմ, տեսնում եք հետևողականորեն Եվրոպան պաշտպանում է Ուկրաինային եւ նաեւ տեսնում ենք, որ ռազմի դաշտում Ուկրաինան ինչպիսի հաջողություններ է գրանցում։ Այնպես չի, որ այս հարվածները, որ ասում եմ, Ռուսաստանը հարվածներ չի հասցնում։ Հարվածում է անգամ մայրաքաղաքին, բայց այն արդյունքը, որը ստանում է Ուկրաինան հարվածելով Ռուսաստանին եւ այն արդյունքը, որը անում է Ռուսաստանը հարվածելով Ուկրաինային, էականորեն իրարից տարբերվում է։ Բնակելի շենքերի, որ հարվածում ես, ինչ խնդիր ես լուծելու։ Ժողովուրդը պետք է խուճապահար հանձնվի։ 5-րդ տարին կռվում եք, չեք տեսնում, որ ժողովուրդը հանձնվող չի։ Ընդհակառակը դա ավելի շատ է կատաղացնում եւ ասում գնացեք հարցերը լուծելու ենք ձեր։ Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ է արագացնել հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրումը եւ ահազանգել բալեստիկ հարվածներից պաշտպանվելու համար կալանիչ հրթիռների սուրբ պակասի մասին։ Ռուսական հրթիռային սպառնալիքից պաշտպանությունը մեր ժողովրդի կյանքը փրկելու ամենակարևոր խնդիրն է։ Բոլոր գործընկերները գիտեն ինչով եւ ինչպես կարող են օգնել։ Օգնության ուշացումը հակաբալիստիկ հրթիռների մատակարարման հապաղումները հենց այն պատճառն են, որ բերում են նման ավերածությունների եւ զոհերի, հայտարարել է Զելենսկին։ Այսինքն Զելենսկին հիմա ցույց է տալիս, որ ժողովուրդ ջան, տեսեք, ելի ուշ թե շուտ մենք կունենանք մեր բալիստիկ հրթիռները։ Կունենանք եւ հարված կհասցնենք Ռուսաստանի խորքին։
Եթե խորք ասելով շատ էլ խորք չլինի այս մեկը, որը հիմա նախատեսվում է, համենայնդեպս մինչև Մոսկվա շատ հանգիստ կհասնի եւ բավական լուրջ ծավալ ունենալով բավական ծանր հարվածներ կարող է հասցնել։ Բայց եւ միևնույն ժամանակ պաշտպանության համար, հակաօդային պաշտպանության համար, այո, ասում տեսնում եք ինչ հարվածներ են գտում, պետքա արագացնել, օգնել։ Եվ մեկ էլ մի բան էլ ուշադրություն դարձրեք։ Պատրիոտի հետ կապված, երբ որ պայմանավորում է Ուկրաինան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ թույլտվություն է վերցնում, որպեսզի այդ պատրիոտը արտադրեն Ուկրաինայում։ Նախ ուկրաինացիք շատ արդյունավետ ձևով դա կարտադրեն, ես դրան բացարձակ չեմ կասկածում, որտեղ ցույց է տվել, որ իրանք ինչպեսի արդյունավետ են աշխատում, դրոնների քանի մոդել ունեն եւ ինչ նպատակների համար են օգտագործում։ Բայց եւ միևնույն ժամանակ Ուկրաինան նաև դրանով հնարավորություն է ստանում որոշակի պահեստամասեր ստանալով շատ արագ իր մոտ կոմպլեկտավորի եւ շատ արագ պակասը լրացնի։ Փաստաթուղթն արդեն իր ձեռը կա ու դա լրիվ օրինական կլինի։ Այսինքն Ռուսաստանը երբ որ սպասում է որ տարիներ է տևելու մինչև Ուկրաինան պատրիոտ հրթիռը արտադրի, դուք մի խորը թյուրիմացության մեջ եք։ Առաջինը նրան տարիներ պետք չի, պատերազմի ժամանակ տեսակ ինչ արագությամբ է ինքը իր բալիստիկ ու թևավոր հրթիռների հարցը լուծում, էլ չենք ասում տարաբնույթ դրոնների։ Եվ մեկ է դրանից բացի նաև ինքը երկու ճանապարհով հանգիստ գնալու են առաջ։ Եթե կարողանան կոմպլեկտացիայի հաստատեն շատ արագ հավաքեն Ուկրաինայի անվան տակ տան, դա մի խնդիր է, եւ մեկ էլ իրանք շատ արագ զարգացնեն իրանք արտադրեն, դա էլ մի ուրիշ խնդիրն է։ Այսինքն այն արագությամբ, որ դուք սպասում եք, որ Ուկրաինան ունենալու է տեղասեփական արտադրության պատրիոտը, դա հաստատ այդպես չի։ Շատ ավելի արագ է ունենալու։ Եվ հետո փաստի առաջ եք կանգնելու։ Լավա խելք հավաքեք ժամ առաջ պատերազմը դադարեցնելու հարցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով Իրանի մասին, մենք շատ ուժեղ ենք հարվածելու նրանց, քանի որ մեր հերթն է հարվածելու նրանց։ Նրանք գիտեն, որ դա տեղի է ունենալու, նրանք խնդրում են մեզ դա չանել, նրանք 3 գիշեր փորձեցին մեզ վրա կրակել 5 հրթիռով, մենք բոլորին որսացինք։ Բայց որ կպել էր ով էր։ Անորսալիներն էին կպել էին, որ ամերիկյան բազաներին կպել էին։ Եթե 5 հրթիռ ուղարկել 5-ն էլ որսացել եք, բա ով է խփել ձեր բազաներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության էջում գրված է. ԱՄՆ հաջողությամբ ավարտել է Իրանի դեմ հարվածների ծանր ալիքը ի պատասխան ԱՄՆ ուժերի ուղղությամբ հրթիռային հարձակման երեկվա փորձի։ Centercom-ը այդ բանի մասին է խոսքը կենտրոնական հրամանատարության միջոցները հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների, այդ թվում ռազմական հրամանատարական կենտրոնների, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի օբյեկտների, առևտրյան հսկողության եւ պաշտպանության կայքերի, ինչպես նաեւ ծովային կարողությունների վրա։ Հարվածների նպատակն էր հետագայում նվազեցնել Իրանի վրա վասալների կողմից ԱՄՆ ուժերին առևտրային նավագնացությանը եւ ծոցի երկրներին սպառնացող վտանգները, նշվում է հաղորդագրության մեջ։ Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ կպատժի ագրեսորին Իրանին հասցված հարվածների համար։ Ինչպես տեսնում եք, լարվածությունը շարունակվում է եւ առայժմ դեռ ծայրը չի երևում ինչով է դա ավարտվելու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու Թրամփն ունի 3 տարբերակ. առաջին, իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ, շարունակել շրջափակումը, երրորդ, ռազմական գործողություններ ձեռնարկել։ Ամեն ինչ, ինչը կհանգեցնի Իրանի միջուկային ծրագրի ավարտին, հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք։ Դա մեր ընդհանուր նպատակն է։ Իդեպ հարցն այն է, որ Բենյամին Նեթանյահուն շատ դժգոհ է ցանկացած պայմանավորվածության Իրանի հետ։ Այդ որ հիմա ասում է 3 տարբերակ ու ինքը մի տարբերակ է ուզում պատերազմը շարունակել, որովհետև ոչ մի պայմանավորվածություն Իսրայելը չի համարելու, որ իր համար երաշխիք է հեռանկարի առումով։ Ինքը կցանկանար, որ Ամերիկան ներքաշվի պատերազմի մեջ եւ Իրանին ջախջախի չարված հասցնի։ Թե հետևանքները դրա ինչ կլինի, արդեն դա հարցի մյուս կողմն է։ Համարում է, որ եթե Իրանը այսօր չոչնչացրեցին, իշխանություն չփոխեցին, կառավարման համակարգ չփոխեցին, միշտ վտանգը մնալու է Իսրայելի համար։ Իսկ հիմա նայենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խիստ հիասթափված կլինի Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպինից, եթե Չինաստանը զենք մատակարարի Իրանին։ Դա զարմանալի կլիներ, նման բաներ պատահում են, բայց դա անսպասելի կլիներ։ Նա Սի Ցզինպինը ինչ շատ հաստատակամորեն ասել է, որ չի մասնակցի դրան։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է Reuters-ի այն հրապարակումից հետո, ըստ որի ակնկալվում է, որ Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող է Չինաստանից 300-400 դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խմբաքանակ ստանալ։ Գործակալության տվյալներով գործարքի արժեքը գնահատվում է 60-70 միլիոն դոլար։ Ժորժյան, ճիշտ ասած, Reuters-ի այս հայտարարությունը նախորդ օրը կար, բայց քանի որ դա ընդամենը հրապարակում է, ես դրանից ես չներկայացրեցի էլ, որտեղ մտածելով, դե մարդիկ են գրել են, որքանով դա արժանահավատ։ Սի Ցզինպինն իրան ճղում է, ասում է, ես Իրանին կոնկրետ օգնություն չեմ ցուցաբերելու։ Այնց հայտարարություններ անեմ, աջակցություն բան եւ այլն, բայց ուղիղ ռազմական աջակցություն չեմ անելու։ Ոչ միայն որ Թրամփին խոստացել է, Իրան էլ դա պետք չի որ դա ինքանի ու բռնվի դրա վրա, Իրան ինչին է պետք։ Ինչ հարցա դրանով լուծում։ Բայց որ Ամերիկայի Միացյալ Նահանգների որևէ մամուլի հրապարակում կդնի կպարզաբանի առանց ճշտելու ճիշտ է թե չէ։ Ժորժյան, ինչ է այդքան արժե զրկում ձեր խոսքը։ Այսինքն ինչ հարցնում են, ասում են, ինչ կարծիք ես մամուլում հրապարակված այս նյութի մասին, ինքն էլ ասում է, վայ, որ տենց բան էլի հեչ լավ չի լինի, ախր ինձ բաներ խոստացել է, անես հիասթափվեմ իրանից, որ տենց բան անի։ Դրա համար Չինաստանից ասում են, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաունին Չինաստանը բազմիցս հստակ արտահայտել է իր դիրքորոշումը համապատասխան հարցերի վերաբերյալ։ Հաղորդագրությունները չհիմնավորված են եւ բնավ փաստացի չեն։ Չինաստանը միշտ աշխատում է հանուն խաղաղության եւ հակամարտության ավարտի։ Այո, Չինաստանը կօգնի Իրանին, բայց ուղիղ զենքով չի մատակարարի Իրանին։ Ախր ոնց կարելի է տենց բանը սպիտակ տան օվալաձև աշխատասենյակից դու մեկնաբանես մի բան, թե բայց ճիշտ է որ այս հրապարակումը, վայ, ոնց է, լավ չի անի, ախր խոստացել էր, Հարցը լուծեք Իրանի, Ռուսաստանի հարցը լուծեք, Իրանի հարցն է կլուծվի Չինաստանին էլ։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել են հետախուզական տվյալներ, որոնք օգնել են Կիևին քարտեզագրել ռուսական հոբ համակարգերի տեղակայումը, որպեսզի անօդաչու թռչող սարքերը կարողանան շրջանցել դրանք նավթամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետախուզական տվյալները նաև թույլ են տվել Ուկրաինայի զինված ուժերին բարելավել թիրախների ընտրությունը, օգնելով հասկանալ, թե որտեղ պետք է հարվածել։ Ուկրաինացի ռազմական պլանավորողները, անօդաչու թռչող սարքերի օպերատորները և էներգետիկայի ոլորտի փորձագետները հայտարարել են, որ հարվածների նպատակն այլևս պարզապես նավթավերամշակման գործարաններում հրդեհներ առաջացնելը կամ պահուստարանների ոչնչացումը չէ, այլ օբյեկտը հնարավորինս երկար ժամանակով շարքից դուրս հանելը։ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել նույն կրիտիկական կարևոր սարքավորումներին մինչև վերանորոգման ավարտը։ Քանի անգամ ա եղել որ ասել ենք, լավ, մի անգամ հարվածեցիր, չգիտես որ երկրորդ անգամ էլ է հարվածելու, կամ մի նավթավերամշակման գործարանը մի հատ քաղաք է, այդ նավթավերամշակման գործարանին մի հատ դրոնով որ խփես, եթե հանկարծ այդ հարվածից պայթյուն չառաջանա, հրդեհ չառաջանա, որը մեծ մասշտաբ վերցնի, նրա հարվածը չի կարող անդառնալի վնաս հասցնել նավթավերամշակման գործարանին, կարող են դա վերականգնել, բայց հենց վերականգնում են նորից են հարվածում։ Դեռ չվերականգնած են հարվածում։ Այսինքն նշանակում է այդ մարշրուտը, որ դուք տեսել եք, որ խոցելի է, դուք այդ մարշրուտը նույնիսկ խոցելին տեսնելուց հետո չեք կարողանում փակել։ Բայց սա է վիճակը։ Հիմա վաղը մյուս օրը նախաձեռնությունը, վաղը խփում է նավթավերամշակման գործարանին, մյուս օրը խփում է պահեստներին, մյուս օրը խփում է ուրիշ գործարանների, մյուսը խփում է քիմիական գործարաններին։ Ամեն անգամ խփում է կոնկրետ նպատակային ուղղությամբ, որի արդյունքում թիկունքը թուլացնում է։ Եվ ամեն անգամ, ասում է Ժողովուրդ ջան, իմացեք, ամեն անգամ հեռահարությունը մեծանալու է այդ դրոնների։ Բացի այն օգտակար կարողությունը, որ ինքը կարողանում է հետը տեղափոխել, դա էլ են բարելավում, մեծացնում, որ հարվածը ավելի մեծ վնաս հասցնի։ Էլ չենք խոսում բալեստիկ թևավոր հրթիռների, որոնք արդեն որակապես այլ խնդիր է։ Եվ որ գիտեն, որ հաստատ որևէ ձևով դրանց չեն էլ կարողանա խփեն։ Կամ մտան թե դրոններին շատ խփեցին, մնացել է բալեստիկ հրթիռին խփեն կամ թևավոր հրթիռին խփեն։
Այնա տեսնում ենք, էլի դրոնների վիճակը ինչա, էլ ինչ հեռահարության, այդ արագությամբ թռնող սարքին իրան գործնականում չեն էլ կարողանում որևէ ձևով վնասազերծեն։ Այս սա է այսօր Ռուսաստանի վիճակը, որը կատեգորիկ կերպով ասում է Հայաստանը իրավունք չունի ընտրություն կատարի։ Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի ազդեցության տակ։ Ինչու է ինքը այդպես մտածում։ Աշխարհում բոլոր տեղերը կորցրել է իր ազդեցությունը, բայց ինչու է համառորեն ցանկանում Հայաստանը պահել, որովհետև գիտի Հայաստանը պահվում է Հայաստանի ներսից։ Հայաստանի ներսից ասում են մենք քու հետ ենք, Ռուսաստանն ինչ է անում, ոչ մի բան։ Մի հատ մունն է թագալի մնացած ստեղ անում են։ Խորհրդան են մտել են Ռուսաստանի շահերը սպասարկող երկու ուժ, մի հատ է բալանսավորող ուժ Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի դեպքում ինչքան ուզում ասենց խոսում է, էլի Ռուսաստանի հետ մեր երկխոսությունը չի դադարելու, մենք այդ ուղղությամբ աշխատելու ենք եւ այլ եւ այլ։ Այսինքն էսա մեր խորհրդարանի վիճակը եւ մեր հասարակության վիճակը։ Եթե մի ապրանք փչացավ, Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում, արագացնենք, ասենք գնանք մեղայականով Ռուսաստանի դուռը։ Ինչու համար գնանք։ Մեր արժանապատվությունը որտեղ մնաց։ Այս ազգին ինչ է պատահել։ Մութ ու սուտ տարիները անցած ազգ չի, հանուն սկզբունքի։ Ինչ պատահեց։ Այս ինչ են սենց նրբացել, սենց նյութապաշտ դարել։ Որ քեզ ուղակի ասում են մեղայականով գալու ես, ինչի համար ես մեղայական, մեղքդ որն է, որ դու ուզում ես նաև ուրիշի հետ էլ գործընկեր լինել։ Սա է Ռուսաստանը, որ կորցրել է Կուբան, կորցրել է Վենեսուելան, կորցրել է Սիրիան, Աֆրիկայում դուս են շպրտում արդեն, Աֆրիկայից գնացել են ուկրաինացիք հանում դուս են շպրտում։ Մեր զնեստերից հրաժարվում է, ասում է, լավ, մեր մթամերին չին ապետ։ Այսինքն, երբ որ պահը գա վերցնես, չի էլ դիմադրելու։ Այսօր ուղղակի վախացնում ասում հանկարծ չանեք, բայց չի էլ դիմադրելու։ Վաղը մյուս օրը բա ինչի էր ես վերջերս ասում Վրաստանի հետ պայմանագիր կնքենք, որ չհարցակվի Աբխազիայի հարավային Օսիայի, որտեղ արդեն հասկանում է, որ հարցակվեց ինքը չի էլ դիմադրելու։ Կորցնում է գործնականում ամեն ինչ, բայց Հայաստանն ասում է, չէ, դու իրավունք չունես նույնիսկ նորմալ հարաբերություն ունենաս Եվրոպայի հետ, ես դա քեզ թույլ չեմ տալիս, բայց ինչի թույլ չես տալիս, որովհետև մենք հարցրել ենք, թույլ կտաս, ինքն էլ որոշել է, որ թույլ չի տա։ Սա է, որովհետև մեր ներսում պարբերաբար աշխատել են Հայաստանի պետական շահին դեմ։ Այո, Վրաստան ու Ադրբեջանը կարող են հապկից դուրս գալ, իհարկե կարող են, ինչ պրոբլեմ ունեն, որ Հայաստանը չի կարող։ Պետք է սառասնի ու վախվորած մնա, հանկարծ որևէ բան չանի։ Վրաստանը կարող է ԵԱՏՄ անդամ չլի, ոնց որ նորմալ էլ իր համար ապրի, ինչ խնդիր ունի որ։ Ադրբեջանն էլ ԵԱՏՄ անդամ չլի, ոչ ԵԱՏՄ անդամը լեն, ոչ հապկա անդամը լեն։ Հայաստանը պետք է լինի ԵԱՏՄ անդամ ու հապկա անդամ, այն է ռեգիոնալ քաղաքականություն ավարում։ Ում հետ ես ռեգիոնում այդ նույն քաղաքականությունը վարում։ Ում հետ ես նույն գծի մեջ։ Գործնականում բաժանարար գծերի մեղավորը դառնում է Հայաստանը, իր վարած այս բալանսավորված քաղաքականության պատճառով։ Բոլորին հասերը բալանսավորում չի, ժողովուրդ ջան։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։